Պարոն Բագրատյան, երեք Փարաքյալում սպանվել է իր տան բակում գնդակահարվել է Վոլոդիա Գրիգորյանը։ Խնդրեմ ձեր գնահատականը այս իրողությունների հետ կապված Փարաքյալի ընտրված համայնքապետը սպանվեց։ Ես չէի շտապի եզրակացություններ անել, մտքովը շատ վատ բաներ եմ հասնում։ Չնայած առանձնապես հույսել չունեմ, որ մեզ օբյեկտիվ տեղեկատվություն կտրամադրեն։ Ցավակցում եմ նրա եւ նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ այն կուսակցությանը, որն ինքը ներկայացնում է։ Սա է Նիկոլ Փաշինյանի խոստացած 4-րդ հանրապետությունը։ Այո, դա է։ Հունիս ամսին կհամոզվեք դրանում։ Մի փոքր փակագծեր կբացեք։ Կտեսնեք ընտրությունները ինչ են անելու։ 5-10% ձայն չունեն, տեսեք ինչեր են անելու։ Ինչպես են կեղծել իրենց օգտին, իրենց կողմից իբրև ընդդիմադիր ներկայացնող ուժերին։ Պարոն Բագրատյան, այսպիսի քայլերով իրենք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել նաև մյուս համայնքապետերերի, քաղաքապետերի։ Այո։ Չէ, արդեն չեն կարող ոչ մի համայնքի ընտրություն չեն կարող հաղթել։ Սա արգումենտ է, ճակերտավոր ասած արգումենտ է։ Ապակա համայնքային ընտրությունների համար։ Սա կարող է նաև ազդել վաղաշաբաթում սպասվող ընտրությունների։ Իհարկե։ Այս փուլում ուրեմն ինչ ունեն անելու ընդդիմադիր համայնքապետերը, քաղաքապետերը։ Տեսնում ենք այս օրերին նաև Վարդան Ղուկասյանին են դատարաններով տանում բերում Գյումրու ընտրված քաղաքապետին։ Ինքը կարտ բլանշ ունի, ինքը իրար հետևից հանձեց Ղարաբաղը, Հայաստանի սահմանները, հետո հանձեց Մեղրին, Միջանսկի անվան տակ։ Արևմուտքից կարտ բլանշ ունի, ինչ ուզում ես արա։ Այստեղ պարզապես այս ամեն ինչը բերելու է ժողովրդի ցասումին ընդվզմանը։ Այս անպատժելիության մթնոլորտը, այս բեսպրիձելը, որ կա կներեք այս բառիս համար, ամեն օր կրակոցներ, սպանությունների մասին ենք մենք լսում։ Սա ինչի դրսևորում է։ Նախ եւ առաջ իրավապահ ոլորտը չի կարողանում աշխատել, նշանակել են մարդիկ, որոնք հեռու են պրոֆեսիոնալիզմից։ Մարդիկ մտածում են, որ կարելի է անպատժելի ձևով սպանել։ Բա Ամերիկայից այդքան գումարներ են եկել ոստիկանական համակարգի բարեփոխման նպատակով։ Ուր են այդ կողմերը։ Ամերիկայի մասին մի քիչ դա ծիծաղել է։ Ծիծաղել է մտածել, որ Ամերիկայում ինչ-որ արդարություն կա։ Ծիծաղել է։ Եվ Հայաստանի արտաքին քաղաքականության մասով, եւ ներքին քաղաքականության մասով, այդպիսի վերաբերմունք չկա։ Ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում։ Բամագրացին մենք մի փոքր ուշ միացանք, եթե կարելի է այս քաղաքական սպանությունները այսօր մեկ օրվա ընթացքում մենք երկու ընդդիմադիր գործչի սպանության մասին լսեցինք։ Երկրորդը ո՞րն է։ Բորիս Ավագյանը։ Բորիս Ավագյանի դեպքը ես չգիտեմ։ Այո, Հայաստանի Պատոսյանում սա գիտեմ, տուալետում, բայց ես դա չգիտեմ։ Ինչքանով է դա քաղաքական, ես դա չգիտեմ։ Այս բանի Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը իհարկե քաղաքական, բայց Բորիս Ավագյանը չգիտեմ։ Բայց ամենաբարձրը եւ ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը այսպես դատապարտեց եւ իր թիմի ներկայացուցիչները։ Չէ, այդքան բանը ով էլ լինի կդատապարտի։ Աթա իբր ինչ եք ասում։ Բամագրացան ինչի համար դուք կարծում եք նախընտրական ինչ-որ շրջանում դա առնչություն ունի։ Ես չգիտեմ, բայց ես չեմ բացառում։ Վերջապես որոշում կա, ինձ թվում է այսպիսի որոշում կա, կանգնեցնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության, հանրապետություն կուսակցության պարտությունները տեղական ընտրություններով։ Ցանկացած գնով կանգնեցնել այս պարտությունների շղթա։ Հիմա այս սպանություններով հնարավոր է դա։ Դե հիմա դա կազմի օրինակ Էշմիածնի ընտրության վրա։ Կարող է հակառակ էֆեկտը ունենալ օրինակ։ Չգիտեմ, դա հոգեբանական հարց է։ Բամագրացան տպավորություն է, որ բոլոր ընդդիմախոսները կամ ընդդիմադիր գոնե թիմ գործիչները կամ կանանավորվում են կամ սպանվում են փաստորեն։ Այդպես է թե դե կանանավորումը չի օգնում, երևի ավելի դաժան միջոցներ են պետք։ Չգիտավոր ասած։ Իմիջիալից Հանրապետություն կուսակցությանը հիշեցիք, հիմա ձեր համախոհներից Ստեփան Սամվելյանի կարանքը 3 ամսով երկարաձգվեց եւ շատերի գնահատմամբ սա ուղիղ պատվեր է հենց Արամ Սարգսյանի կողմից ցույց տալու համար նաեւ ինքը իր մասով ուզում է ԱՄՆ դեսպանին ցույց տալ, որ ինքը այնքան ասող գործիչ է, որի դեմ անգամ մահափորձ են փորձում կազմակերպել։ Ինչ կասեք այս մասին։ Այ ծիծաղելի է, Ստեփանը մահափորձ կազմակերպել, եկա ծիծաղելի։ Անիկ դու։
Բայց մարդուն ծանր վիճակում առողջական կալանավոր։ Արամ Զավենի Սարգսյանը չար նենգություն ամենուրեք թափվում է չարություն վրայից։ Վախը, որ հանկարծ կկորցնեն Նիկոլ Փաշինյանի այդ իշխանությունը, վախ։ Կորցրին։ Բայց հավանական համարում եք ինչ տրամադրություններ եք։ Ես մարգարետ չեմ ողջունի, ես անալիտիկ դատողություններ եմ անում։ Շնորհակալ։ Իսկ ձեր անալիտիկ վերլուծությունը ինչ է ցույց տալիս, ինչ տրամադրություն։ Լավ բան չի երևում։ Եկեք ավելի շատ խոսեմ նրանից, որ մեղրին տվել են։ Այդտեղից ես վատ լուրեր ունեմ։ Որ մենք 4 երկրի հետ սահմանում ենք, ըստ էության հիմա սահմանում ենք 3 երկրի հետ։ Ինչ դա է հուզում։ Բայց Փաշինյանը պնդում է, որ դա ընդհանրապես ճանապարհ է։ Ինչ։ Պնդում է Նիկոլ Փաշինյանը, որ դա ընդհանրապես ճանապարհ է։ Որ ընդհանրապես ճանապարհ է, Ադրբեջանի ստորաբաժանությունը ինչ գործ ունի։ Ճանապարհը Ադրբեջանին են տվել ստեղծել։ Չէ, դուք ձեր Հայաստանի տարածքում, եթե դա Հայաստանի տարածքն է, ինչպես ասում է Փաշինյանը, Ադրբեջանը խես ստորաբաժան։ Իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչպես են։ Մենք մի ջանք ենք հանձնել եւ իրականում մենք հանձնել ենք Իրանի սահմանը։ Ինչ հետևանքներով։ Ինչ հետևանքներով։ Հետևանքները դա մեր բանն էր, ոտնատեղ էր, ոտի նման կանգնած ենք, հիմա մեր ոտի տակ չկա սահման։ Ունենք 4 սահման, հիմա ունենք 3։ Բավարարեցան, իսկ Իրանից արձագանքները ձեզ չի զարմացնում, եթե Չի զարմացնում, Իրանից եկող արձագանքները մի նայեք, ոչ մի դրական բան չեն ասել, վիլայետին էլ ասելա, ես հասկանում եմ ինչա կատարվում։ Իսկ Ռուսաստանից էլ ասին ընդհանուր առմամբ դրական ենք նայում, բայց ավելիչուկն եկավ, ասեց այդտեղ չի լինի։ Ես այն տպավորություն եմ, որ Ռուսաստանն ուզում ասի մի հատ էլ ճանապարհ նոյեմբերի 9-ով է ստորել, մի հատ էլ մեզ տվեք։ Բայց 2 օրը նախագահներին է նորից հիշել, ինչ ասես գրում է նախագահների ասցեին։ Խառնում է ինքը դեպա չունի, բան չունի, խառնում է։ Սա ինչ ուզում է խառնի։ Պատերազմ բերող ասում դուք եք, նախագահներին է մեղադրում այս ամեն ինչում։ Դուք նեղվում եք, որ սահմանի զոհեր չունենք, դրա համար էլ էս վիճակում եք։ Գոյություն ստատիստիկա, սահմանում շարունակում են զոհեր։ Այդպեսի բան չկա։ Սուտ է ասում։ Հիմա սուտ է խոսում, այդ մարդուն նոր եք ճանաչում։ Չես հասկանում ինչ ասում, չի ասում։ Արցախի հարցից էլ այսպես վերջնականապես հրաժարվեցին նոր, այսպես ասած հռչակագրով 4-րդ հանրապետությունով ինչ դա ինչ հետևանքներ ունենալ, եթե իրագործի։ Մենք եթե Արցախի հարցից հրաժարվում ենք, Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ այլևս կռվան չունենք։ Մենք եթե ցեղասպանության հարցից հրաժարվում ենք, կռվան չունենք։ Մենք ոչ թե դա հասկանում են, գնահատում են, այլ լկտի անում են դրանից։ Բան Բագրատյան, բայց օրինակ երեկվա հայտարարություններով, նաև գրառումներով, արդյոք Փաշինյանը մեզ օկուպանտ չի դարձնում։ Սա ինչ միջազգային հանրության Իհարկե, դարձնում է օկուպանտ, իհարկե։ Հիմա իր որդու վրա գործ տվեց, պարոն Բագրատ, ինքը իր որդու վրա գործ տվեց։ Ինչ որդի։ Որդի ունի, չէ՞, Աշոտ Փաշինյանին ուղարկել էր Արցախ ծառայության։ Ինքն էլ էր գնացել։ 16 թվականին ինքն Այ կապ չունի, ես ինձ այդ հարցերը մի տվեք, իսկան ես գիտեմ դահաներից մարդ է։ Նա կարա այդպես անի, մարդիկ մտնում են հրավիրում է իրամոտ զրույցի, հելում եմ միսոր է զրույցի մասին պատմում։ Դա աներեսություն է, ես այդ տեսակի գործից չեմ հասկանում քաղաքական։ Եվ 4-րդ հանրապետությունը, հա ինչ է դա նշանակում։ Ինքն է։ Մի հատ 4-րդ հանրապետություն առաջին ինքը չասի, Արմեն Սարգսյանը չէր ասում 4-րդ հանրապետության նախագահը։ Սա էր ասում։ Մի տեսակ սա էլ է գալիս Ադրբեջանից պահանջ, որտեղ նրանք 21 թվին են պահանջների մեջ ձևակերպումներում մեզ էլ գալիս, այսպես փաթեթավորում են, որ չլինի Ադրբեջանի ասել, մենք ենք ասել, ինչպես է սահմանադրությունը։ Դե չգիտեմ, արդեն ձեր դատողություններն չգիտեմ։ Շնորհակալ։ Ինչ տարբերություն է, ինչ որ ես եմ ասում կամ ինչ որ դուք եք, տարբերությունը։ Շնորհակալ։